Արհեստական բանականությունը աբեն ունի բազմաթիվ դրական կողմեր, որոնք նպաստում են գիտական, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Ահա մի քանի կարևոր առավելություններ. արդյունավետության և արտադրողականության բարձրացում։ ԱՊ-ն կարող է ավտոմատացնել ժամանակատար և կրկնվող գործառույթները, ինչը մեծացնում է աշխատանքի արագությունը ու արդյունավետությունը։ Տվյալների արագ վերլուծություն և մշակումների շնորհիվ որոշումների ընդունման գործընթացը դառնում է ավելի օպտիմալ։ Տվյալների մշակում և վերլուծություն։ ԱՊ-ն կարող է մշակել հսկայական տվյալների ծավալներ, գտնելով օրինաչափություններ և կանխատեսումներ, որոնք դժվարությամբ կբացահայտեին մարդիկ։ Օգտագործվում է բժշկության, ֆինանսների, մարքեթինգի և այլ ոլորտներում, բարձրացնելով որոշումների ճշգրտությունը։ Առողջապահության բարելավում։ ԱՊ-ն օգնում է հիվանդությունների վաղ հայտնաբերումը և ախտորոշումը, ռոբոտացված վիրաբուժությունը և ԱՊ-ով աշխատող վիրտուալ օգնականները հեշտացնում են բժշկական գործընթացները։ Ապահովում է անհատականացված բուժում, հիմնված տվյալների վերլուծության վրա։ Կրթության զարգացման խթանում։ ԱՊ-ն կարող է անհատականացնել ուսուցման գործընթացը, հարմարեցնելով այն յուրաքանչյուր սովորողի կարիքների, օնլայն դասընթացների, վիրտուալ ուսուցումների և ինտերակտիվ հարթակների միջոցով։ Կրթությունը դառնում է ավելի մատչելի։ Տրանսպորտի և անվտանգության բարելավում։ Ինքնավար ավտոմատ մեքենաները նվազում են վթարների հավանականությունը։ Հիմա մի քիչ խոսենք ռոբոտների դերը բժշկության մեջ։ Արհեստական բանականությունը ԱՊ-ն բժշկության մեջ օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, նպաստելով ախտորոշման, բուժման, պլանավորման, տվյալների վերլուծության և հիվանդի խնամքի բարելավմանը։ Ահա դրա կիրառման հիմնական ուղղությունները։ Ախտորոշում և վերլուծություն։ ԱՊ-ն համակարգերը կարող են վերլուծել բժշկական պատկերներ, օրինակ՝ ռենտգեն, ՄՌՏ, սոնոգրաֆիա, հայտնաբերելով ուռուցքներ, վնասվածքներ կամ հիվանդություններ ավելի ճշգրիտ և արագ։ Օրինակ՝ Google-ի DeepMind-ը կարողանում է աչքի հիմնավորություններ աշխատորոշել նույն մակարդակով, ինչ փորձառու ակնաբույժը։ Բուժման պլանավորում ԱՊ-ն օգնում է բժիշկներին ստեղծել անհատականացված բուժման պլան, հիմնավորելով հիվանդի գենետիկական տվյալների պատմության և կլինիկական տեղեկատվության վրա։ Բժշկական ռոբոտներ և ավտոմատացված ռոբոտները օգտագործվում են վիրահատումների ժամանակ, ապահովելով բարձր ճշգրտություն։ Շնորհակալություն ուշադրության համար։